Բարև։ Աստղագետները վերջերս հաստատել են աներևակայելի մի բան։ Լրիվ միայնակ սև խոռոչ, որը ճամփորդում է գալակտիկայով, առանց ուղեկից աստղի, առանց արկայծումների, առանց ճառագայթման, ուղղակի մութ, անտեսանելի զանգված, որը սահում է տարածությունում ինչպես մի ուրվական։ Սա պատմության մեջ առաջին հաստատված մեկուսացված սև խոռոչն է, իսկական տիեզերական թափառաշրջիկ։ Երկնային այս մարմնի հայտնաբերման պատմությունն ինքնին կարող է թրիլերի սցենար դառնալ։ Մի քանի տարի առաջ աղեղնավորի համաստեղությունում աստղագետները նկատում են տարօրինակ երևույթ։ Հեռավոր աստղի լուսարձակումը անսպասելի ուժեղանում է, ապա դանդաղ թուլանում։ Առաջին հայացքից ոչ մի առանձնահատուկ բան, սակայն ավելի ուշադիր վերլուծության արդյունքում պարզվում է, որ լույսը կորացել է աստղի դիմաց անցնող անտեսանելի օբյեկտի գրավիտացիայի ազդեցությամբ։ Այս երևույթը կոչվում է գրավիտացիոն միկրոլինզավորում, երբ ծանր օբյեկտը, ինչպիսին է օրինակ սև խոռոչը, աշխատում է որպես ոսպնյակ, շեղելով իր հետևից եկող լույսը։ Սկզբում գիտնականները համոզված չէին, որ դա սև խոռոչ է։ Մի մասը կարծում էր, որ մեղավոր կարող է լինել նեյտրոնային աստղը, սակայն լրացուցիչ դիտարկումները, այդ թվում Հաբլ աստղադիտակով ցույց են տալիս օբյեկտի զանգվածը 7 անգամ գերազանցում է արեգակի զանգվածը։ Չափազանց շատ է նեյտրոնային աստղի համար, անկասկած դա սև խոռոչ է, բայց ինչով է այն այդքան ունիկալ։ Սովորաբար մենք սև խոռոչների մասին իմանում ենք իրենց վարքագծից ելնելով։ Նրանք ակտիվորեն խժռում են հարևան աստղերի նյութը, արձակելով ռենտգենյան ճառագայթում ու խեղաթյուրելով կողքով անցնող լույսը, սակայն այս սև խոռոչը ամբողջությամբ լրակյաց է։ Այն չի փոխազդում ոչնչի հետ, լույս չի ճառագայթում, նրա գոյությունը հնարավոր է եղել հայտնաբերել զարմանալի զուգադիպության շնորհիվ, երբ սև խոռոչի ու հեռավոր աստղի դիրքերը երկրի նկատմամբ իդեալական հավասար են եղել։ Հայտնագործությունը հնարավոր է դարձել շնորհիվ գիտնականների համբերատարության ու նպատակասլացության։ Ապագայում այն կբացի հետազոտությունների լրիվ նոր ամբողջական ուղղություն։ Ի վերջո, եթե գալակտիկայով թափառում է մեկնման սև խոռոչ, քանի այսպիսի ուրվական է թաքնված խավարի մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ 100 միլիոնավոր։ Գիտնականները մեծ հույսեր են կապում Նենսի Գրեյս Ռոմանի անվան ապագա տիեզերական աստղադիտակի հետ, որի մեկնարկը պլանավորված է 2027 թվականին։ Այն հատուկ կարգավորելու է նման միկրոոսպնյակներ գտնելու համար ու հնարավոր է ցույց կտա թափառող սև խոռոչի մի ամբողջ պոպուլյացիա։ Այնպես որ հաջորդ անգամ աստղազարդ երկնքին նայելիս հիշեք, հնարավոր է այնտեղ լուր խավարում դանդաղ լողում է միայնակ որսորդը։ Իսրայելական Հայֆայի արվարձանում ուղիղ միջերկրական ծովի ափին ժամանակին ապրում ու վառ մանուշակագույնով շնչում էր հին աշխարհի ամենախորհրդավոր արտադրական կենտրոններից մեկը։ Թել Շիկմոնա բնակավայրի ուսումնասիրության ընթացքում հնագետները հայտնաբերել են հուսալի վկայություններ, որ մոտ 500 տարի շարունակ մեր թվարկությունից առաջ 11-րդ դարից մինչև մեր թվարկությունից առաջ 6-րդ դարը այս տարածքում պատրաստում էին իր ժամանակի ամենաթանկարժեք ու էլիտար ներկանյութը՝ պուրպուրը։ Պուրպուրը ուղղակի ներք չէ։ Հնագույն ժամանակներում այն իշխանության, հարստության ու աստվածայնության խորհրդանիշ էր։ Այն կրում էին արքանները, քրմերն ու ազնվականները, իսկ հռոմեական կայսրությունում սովորական մահկանացուներին անգամ օրենքի մակարդակով էր արգելված այս գույնի հագուստ կրել։ Պուրպուրի արտադրությունը չափազանց աշխատատար էր։ Ներկի ընդամենը մի քանի գրամ ստանալու համար պետք էր ժայռոտ ափերից հավաքել հարյուրավոր ու անգամ հազարավոր փապկամորթներ։ Պուրպուրի արտադրության առավել հայտնի կենտրոն էր Փյունիկյան Տիր նավահանգիստ քաղաքը։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեն այլ ոչ պակաս նշանակալի կենտրոններ, ինչպիսին է Թել Շիկմոնան։ Իսրայելցի ու ամերիկացի գիտնականների խումբը կոմպլեքսային վերլուծությանը ենթարկել բնակավայրում հայտնաբերված արտեֆակտները։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է 176 առարկա։ Դրանց թվում էին մեծ կերամիկական տարաների բեկորներ, պատված մանուշակագույն պիգմենտով, պուրպուրի հետքերով, քարեգործիքներ, ներկի հետքերով խեցիներ ու ծովային փապկամորթների մնացորդների կուտակումներ, որոնցից էլ ստացվում էր գույնը։ Քիմիական վերլուծությունը հաստատել է, մանուշակագույն պիգմենտը իրական ծովային պուրպուր է ստացված ծովային փապկամորթներից։ Մինչև հիմա ամբողջ միջերկրածովյան տարածաշրջանում հայտնի էր բրոնզի ու երկաթի դարաշրջաններում պուրպուրի արտադրության միայն մոտ 10 հաստատված կենտրոն։ Այժմ ցուցակին է միացել նաև Թել Շիկմոնան, որը հետազոտողների կարծիքով կարող էր լինել պուրպուրի ստացման տեխնոլոգիաների ողջ պատմության ընթացքում խոշորագույն ու կայուն գործող կենտրոններից մեկը։ Հատկապես կարևոր է, որ հնագետները հայտնաբերել են լիարժեք արտադրական ցիկլի հետքերը, փապկամորթներ հավաքելուց մինչև ներկի ստացում ու կտորների ներկում։ Սա հազվագյուտ երևույթ է, այլ վայրերում որպես կանոն հայտնաբերվում են պրոցեսի միայն մի մասը։
Պատկերացրեք ափին գտնվող արհեստանոց, որտեղ մեծ կերամիկական տարաներում եփում են փափկամորթներին, նրանց գեղձերից ստանալով թանկարժեք սուբստանցիայի կաթիլները։ Ապա արևի, լույսի ու ջերմության հատուկ հիմնային միջավայրի ազդեցությամբ դրանք վերածվում են վառ ու կայուն պուրպուրի, որով հետագայում ներկում են արքաների արժանի հագուստը։ Թելշիկմոնայում արված հայտնագործությունը ոչ միայն նոր կետ է ավելացնում արհեստների հնագույն կենտրոնների քարտեզին, այլև վերաիմաստավորում է երկաթի դարաշրջանում այս բնակավայրի տնտեսական ու մշակութային դերը։ Ապագայում գիտնականները նպատակ ունեն ուսումնասիրել տարածաշրջանի այլ հուշարձաններում հայտնաբերված տեքստիլը, հասկանալու համար արդյոք դրանք ներկվել են հենց այստեղ։ Ինչ եթե մի պատահական գիսավոր կարող է փոխել ամբողջ իրականությունը։ Հենց այդ է տեղի ունենում այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմում։ Կոհերենտությունը պատմում է ընկերների խմբի մասին, ովքեր սովորական ընթրիքի ընթացքում բախվում են անկանխատեսելի անոմալիաների։ Նրանց հեռախոսները չեն աշխատում, լույս չկա, իսկ պատուհանից այն կողմ տարօրինակ խավար է ու տուն, որը իրենց տան ճշգրիտ պատճենն է։ Ֆիլմը նկարվել է գրեթե զրոյական բյուջեով, առանց հստակ սցենարի ու հենց դրա շնորհիվ է դիտումն առաջացնում է ճշմարտացիության ու տագնապի զգացում։ Այն խաղում է զուգահեռ տիեզերքների թեմայով, որտեղ չնչին որոշումը կարող է ուղարկել ձեզ այլ իրականություն։ Կոհերենտությունը ինտելեկտուալ թրիլեր է, որը դիտելիս փշաքաղվում ես ոչ թե սկրիմերների պատճառով, այլ գիտակցումից, թե ինչ հեշտությամբ կարող է անհետանալ սովորական աշխարհը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք, եթե մեր աշխարհը չանհետանա։